Վաղուց այն կարծիքին եմ, որ գեղեցիկ է տարվա յուրաքանչյուր եղանակը, յուրաքանչյուր օրը, յուրաքանչյուր պահը։ Այս օրը աշտանային այս գեղեցիկ և գունագեղ օրը ինձ առավել հրաշալի է թվում, քանի որ այսօր հեքիաթային և գեղեցիկ ուսուցիչների օրն է։ Սիրելի դասախոսներ, գիտեմ, որ տարիներ շարունակ և ոչ միայն այս օրը լսել եք բազում ջերմ խոսքեր, մաղթանքներ։ Գիտեմ, որ ոչ մի նոր բան չեմ կարող ասել, բայց ես նայում եմ ձեզ, տեսնում եմ ձեր բարի շփիթները ու հասկանում եմ, որ մեր հնչեցրած յուրաքանչյուր բառ արձագանք է գտնում ձեր սրտերում։ Դուք նայում եք մեզ և նույնիսկ այս պահին փորձում ոգևորել։ Ի պատասխան ձեր այս վերաբերմունքի ընդունեք մեր խոնարհումն ու մեր սերը ձեզ։ Սիրելի դասախոսներ, շնորհավոր ձեր տոնը։ Ապրել եք դուք այնքան բարի, այնքան քնքուշ եք եղել։ Զարմացել է Աստված ինքը, որ հոգիներ եք պեղել։ Արարել եք միայն բարին, միայն լավն եք սերմանել։ Տվել եք լույս ձեր սաներին ու ոչինչ չեք խնայել։ Ինչ կմնար մարդկությունից Տեր Աստված, թե չունենար ուսուցիչներ, դպրոցներ։
ահա ինչու ամբողջ հոգով և սրտանց ուսուցիչներ խոնարհվում ենք ձեր առջև։ Serti mechterim, astral
այն աշխատանքը, որ դուք կատարում եք մեզ համար։ Շատերն են ընտրում այս ճանապարհը, սակայն ոչ բոլորն են, որ կարողանում են պատվով անցնել իրենց ընտրածովին։ Դուք անտեսում եք ձեր հոգսերն ու խնդիրները և նվիրվում ձեր աշխատանքին։ Դուք փորձում եք մեր մեջ առաջին հերթին մարդ դաստիարակել, ինչի համար էլ ամբողջ հոգով և սրտանց շնորհակալ եմ ձեզ։ Սիրելի դասախոսներ, դուք ստանձնել եք բարդ պարտականություն, օգնել սերունդներին մնալ հայ ու ձգտել մտքի և հոգու կատարելության։ Դուք ձեր երկրի մշակույթներ, լեզուն և սովորույթները, ամենքին էր թողնելով ձեր մասն ու գաղափարները, ապրումներն ու կարոտները, աննկատ դառնում եք մեր հայրենիքի ամենաբնորոշ տրամադրությունը, հասարակության զարկերակը։ Ձեր աշխատանքից է կախված մեր վաղվա օրը, հույսի և երազի չափը։ Սիրելի դասախոսներ, հայորդիների դաստիարակության հայրենարվեր ու անձնորոշ գործի անդուր մշակներ, շնորհավորում եմ ձեզ ամենամարտկային և ամենատարողունակ մասնագիտական օրվա ուսուցչի տոնի առթիվ։ Դուք, որ լուրումունջ, եկին ամեն զրկյանքի ձեր ուսերին եք գրում մեր ժողովրդի ամբողջականության, ազգային արժեքների պահպանման, մեր ժողովրդի անպարտելիության և վեհության գաղտնախորհրդի ուսումնական զանգի
յուրաքանչյուր ողաշ թող ձեզ համար հնչի, գալիքի համար հույսի սերմեր շատ տարու բարեակի տաղով։ Մեծ է ձեր վաստակը սերունդների կրթության և դաստիարակության պատասխանատու գործում։ Եվ դա է պատճառը, որ յուրաքանչյուր հայի համար ուսուցիչ և ծնող բառերը նմանեցնում են։ Լինելով ազգային արժեհամակարգի ձևավորողը, դուք միևնույն ժամանակ դառնում եք տվյալ համակարգի կարևոր հիմնասյուները։ Սիրելի դասախոսներ, մեր պետության հզորացման և ազգային իղձերի կատարման գործում հավասարաչափ կարևոր է յուրաքանչյուրի կատարած աշխատանքը։ Ըստ Արիստոտելի երեխաներին դաստիարակող ուսուցիչը հարգանքի է արժանի ավելի քան ծնողը, որին երեխան պարտական է լոկ իր ծնունդով։ Մեկը մեզ կյանք է պարգևում, մյուսն արժանավոր կյանք։
ստացվեց մեր փոքրիկ միջոցառումը, բայց մենք փոքրիկ անակնկալ ունենք մեր դասախոսների համար եւ ցանկանում ենք մեր շնորհակալությունը հայտնել ձեզանից բոլորիցս ձեր անձնվեր աշխատանքի համար եւ դուք եք, որ մեզ առջեվում լուսավոր ապագա է սպասվում։ Շնորհակալագիր տվում է Գասպարյան Էլային։ Հարգելի ընկեր Գասպարյան, խորին հարգանքով եւ մեծ երախտագիտությամբ մեր շնորհակալությունն ենք հայտնում ամենի համար, ինչ տվել եք մեզ այս տարիների ընթացքում։ Ընկեր Հակոբյանի համար էլ պատվոգիր ունեի, բայց ոնց որ ներկա չի ինքը։ Տրվում է ընկեր Ավետիսյանին։ Տրվում է ընկեր Եղազարյանին։ Տրվում է ընկեր Հայկյանին։ Տրվում է ընկեր Մկրտչյանին։ Տրվում է ընկեր Աբրահամյանին։ Տրվում է ընկեր Համբարձումյանին։ Տրվում է ընկեր Թամրազյանին։ Տրվում է ընկեր Մարգարյանին։ Տրվում է ընկեր Խաչատրյանին։ Տրվում է ընկեր Վարդազարյանին։ Տրվում է ընկեր Վարդանյանին։ Տրվում է ընկեր Սարգսյանին։ Տրվում է ընկեր Նաշարյանին։ Ընկեր Նաշարյանին։ Տրվում է ընկեր Սահակյանին։ Տրվում է ընկեր Աբրահամյանին։ Տրվում է ընկեր Մուսախանյանին։ Տրվում է ընկեր Դավթյանին։ Ներկա չի։ Տվեք ընկեր Աբրահամյանին։ Տրվում է ընկեր Գասպարյանին։ Տրվում է ընկեր Հարությունյանին։ Տրվում է ընկեր Ղազարյանին։ Տրվում է ընկեր Հովհաննիսյանին։ Տրվում է ընկեր Հակոբյանին։ Տրվում է ընկեր Գրիգորյանին։
Մենք մեր խորին շնորհակալությունն ենք ցանկանում հայտնել մեր քոլեջի ուսխորհրդի նախագահից Եվա Դեմիրճյանից եւ տրվում է Եվա Դեմիրճյանից։ Սիրելի Եվա, շնորհակալություն ենք հայտնում քեզ այն բոլոր կազմակերպչական աշխատանքների համար, որոնց միջոցով մեր առօրյան դարձավ առավել հագեցած ու հետաքրքիր։ Թող եռանդն ու աշխատասիրությունը երբեք չլքի քեզ։